Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները 3 այս տարվա մեջ 4-րդ անգամն են խոսել հեռախոսով։ Դոնալդ Թրամփը սոցցանցում հայտնել է, որ 1 ժամից ավելի տևած զրույցի ընթացքում քննարկել են ռուսական ռազմական օդանավակայանների վրա Ուկրաինայի վերջին հարձակումը, նաեւ այլ հարձակումներ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ տեղի է ունեցել լավ զրույց, սակայն ոչ այնպիսին, որն անմիջապես խաղաղության կտանի։ Նախագահ Պուտինը շատ վճռականորեն հայտարարեց, որ ստիպված կլինի պատասխանել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը։ Ռուսաստանի նախագահի օգնականը ևս մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից։ Ըստ Յուրի Ուշակովի, Վլադիմիր Պուտինը Թրամփին մանրամասն ներկայացրել է Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները։ Ուշակովը պնդել է, թե Ուկրաինան փորձել է խափանել բանակցությունները, հարձակվելով նաև քաղաքացիական օբյեկտների եւ խաղաղ բնակչության վրա։ Ըստ նրա, Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն նախապես տեղեկացված չի եղել ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակման մասին։ Նախագահները նաև համաձայնել են շարունակել Ուկրաինայի հարցով բարձր մակարդակի շփումները, սակայն խաղաղության համաձայնագրի հուշագրերը չեն քննարկել։ Համապատասխան հուշագրերը, որոնք կողմերը փոխանցել են միմյանց, կվերլուծվեն Մոսկվայում եւ Կիևում, եւ այդ ժամանակ հույս ունենք կողմերը կկարողանան շարունակել բանակցությունները։ Երեք տեղի ունեցել նաև Պուտինի հեռախոսազրույցը Հռոմի Պապի հետ, քննարկել են ուկրաինական հակամարտությանն առնչվող հարցեր։ Լեո 14-րդը Կրեմլի ղեկավարին հորդորել է խաղաղությանը նպաստող քայլ անել։ Կառավարության անդամների հետ հանդիպմանն էլ Պուտինը երեք հասկացրել է, որ Ուկրաինայի վերջին հարձակումներից հետո Կիևի հետ բարձր մակարդակի բանակցություններ հազիվ թե անցկացվեն։ Ռուսաստանի նախագահն ասել է, Բրյանսկում եւ Կուրսկում կամուրջների պայթեցումը ահաբեկչական ակտ էր, որի նպատակն էր խափանել բանակցությունները։ Պուտինը նշել է, որ այդքանից հետո Ուկրաինան նաև խնդրում է հրադադար հաստատել, ինչի իմաստը չի տեսնում, քանզի ըստ նրա Ուկրաինան դա կօգտագործի արևմուտքից ստացած զենքով նոր հարձակումներ պատրաստելու համար։ Բայց ինչպես կարող են այս պայմաններում նման հանդիպումներ անցկացվել։ Ինչի մասին կարող ենք խոսել։ Ով է բանակցում նրանց հետ, ովքեր ահաբեկչության վրա են խաղադրույք հանում։ Ինչու պետք է խրախուսենք նրանց, դադարեցնելով մարտական գործողությունները։ Կրեմլի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանում կամուրջների պայթեցումը ահաբեկչական գործողություն է, որը հետագա բանակցությունների ժամանակ չեն կարող նկատի չունենալ։ Իսկ միջազգային հանրությունը ըստ Դմիտրի Պեսկովի պետք է խստորեն դատապարտի դա։ Անկախ ամենից շփումներն Ուկրաինայի հետ կշարունակվեն, հավելել է նա։ Գիտեք, որ երեք նախագահի եւ կառավարության հանդիպմանը մեր արտգործնախարարը տեսակետ հայտնեց, որ չնայած այդ փաստին, անհրաժեշտ է շարունակել շփումները աշխատանքային մակարդակով, եւ պետության ղեկավարը սատարեց այս դիրքորոշումը։ Թրամփի գրառումից հետո, որ Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակմանը, Ուկրաինայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել թուլություն չցուցաբերել Պուտինի սպառնալիքների առաջ։ Վլադիմիր Զելենսկին սոցցանցում գրել է, որ երբ աշխարհը թույլ է արձագանքում, Պուտինը դա անցալում է որպես ազդակ, որ պատրաստ են աչք փակել իր հանցանքների վրա եւ նորերն է գործում։ Ցավոք սրտի Պուտինը զգում է, որ անպատիժ է մնում եւ նույնիսկ ռուսական բոլոր սարսափելի հարվածներից հետո նա ենթադրաբար եւս մի քանի պատասխաններ է պատրաստում։ Այս ընթացքում դաշնակիցները շարունակում են աջակցությունն Ուկրաինային։ Երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս տարի մինչև 1.3 միլիարդ եվրո կստանան երկրում զենքի արտադրության համար։ Առաջին տրանշը 428 միլիոնը կտրամադրեն սկանդինավյան 4 երկիր եւ Կանադան։ Իսկ ռազմական դրությունը մնում է լարված, ռուսական անօդաչուները շարունակում են հարվածել Ուկրաինայի քաղաքներին։ Չեռնիգովում սպանվել է 5, վիրավորվել 6 մարդ։ Խարկովում բնակելի շենքերին անօդաչուների հարվածներից հրդեհներ են բռնկվել, կա 17 վիրավոր։ Ուկրաինական կողմը եւս անօդաչուներով հարվածել է Ռոստովին եւ ռուսական այլ քաղաքների։